Սրբազան պայքարի գործով անցնող միակին բանդարկյալ Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը չփոխելու հարցը շարունակում է քաղաքական հասարակական շրջանակների քննարկման առանցքում մնալ։ Գործով անցնող բազմաթիվ տղամարդկանց կալանքը տնային կալանքով կամ վարչական վերահսկողությամբ փոխվելուց հետո շատերին է հետաքրքրում, թե ինչու չեն փոխում Լիդիայի խափանման միջոցը, ինչ է արել այս աղջիկը, որի նկատմամբ ռեժիմը նման դաժանության վրեժ խնդիր է լինում։ Մենք օրեր առաջ գրել էինք ՀՊԿ-լիսներում ընթացող վարկածներից մեկի մասին, թե Լիդիան էր Վահագն Ալեքսանյանի արդեն հանգուցյալ մոր հետ հայտնի միջադեպի ժամանակ բախվել։ Դա տեղի է ունեցել գարնանը, երբ Սրբազան շարժման անդամները Նիկոլ Փաշինյանին անվստահության հարցումն էին անում։ Սակայն Միստվար զանգված էր կարծում է, որ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ Փաշինյանն անձնական վրեժ ունի, քանի որ նա էր Փաշինյանի խրտվիլակով տպավորիչ ակցիայի գլխավոր հերոսուհին եւ կատաղի պայքար էր մղում, որ խրտվիլակին ոստիկանները բերման չենթարկեին։ Այդ ակցիան Սրբազան պայքարի ներկայացուցիչներն իրականացրին անցած տարվա հոկտեմբերին դատախազության շենքի մոտ։ Փաշինյանի խրտվիլակը կալանավորի հագուստով էր, ակցիայի մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել Արցախում ցեղասպանությանը, էթնիկ զտմանը հանցակցության համար։ Երեք Մայրաթորում եպիսկոպոսատ ժողով էր, քննարկում էին եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը եւ իրենց անելիքները։ Ներկա էին նաեւ Վայոց ձորի եւ Մասյացոտնի թեմերի առաջնորդները, որոնք մասնակցել էին Նիկոլ Փաշինյանի մասնակցության պատարագին եւ թույլ էին տվել, որ իրենց ներկայությամբ զեղչվի պատարագի վեհապարին վերաբերող հատվածը։ Ժողովից հետո մենք տեղեկացանք, որ հայեր նախագահի դիրքորոշումը բավականին կոշտ է եղել։ Որոշվել է չգնալ ոչ մի կոմպրոմիսի եւ պատարագի կարգի խախտումները չներել։ Նման խախտումներ կատարած քահանաներն ու պատարագների ներկա գտնված թեմերի առաջնորդները եթե զղջման չգնան, կարգալույց կարվեն։ Հիմա բոլորը սպասում են նրանց զղջման հայտարարություններին։ Կարգազանց սրբազանները շատ հեղճացած են եղել, հասկացել են, որ կոպիտ սխալ են թույլ տվել։ Նախ որովհետև հանրային մեծ պարսավանքի արժանացան, ապա որովհետև հայերը նախավը զիջումների չի գնալու, հասկանալով, որ զիջում նշանակում է եկեղեցու կազմաքանդում եւ վեհապարի հրաժարական։ Պետական ծառայողների հետ համաժողովի ժամանակ Փաշինյանը խոսել է պետական ապարատի արդյունավետությունից եւ առաջարկել, որ ներկաներն էլ արտահայտվեն։ Մեծ մասը աշխատավարձերի բարձրացման հարցի մասին է խոսել։ Հավաքից հետո նա ենթականերին հրահանգ է իջեցրել ուսումնասիրել, հաշվարկներ անել, թե ինչքան կկարողանան եկող տարվանից բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը։ Դա ներկայացրել է իբրև քաղաքացիների կողմից ձևակերպված պահանջ, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների շեմին մոտ 8000 մարդու փորձում են իրենց կողմը գրավել։ Իսկ ապարատում կարծում են, որ վաղուց կարող են իրենց աշխատավարձերը բարձրացնել, եթե վերևներում միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգևավճարներ չբաժանեին։